Օրհնյալ ամեր Տերը ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլորիդ, ընդամենը մի քանի ժամ առաջ առավոտյան ես հույս չունեցի, չնայած օպտիկային եմ ստեղից քարոզ եմ։ Տենց մեր հետ էլ լինում, մենք եմ մարդ ենք, մենք եմ մարմնի մեջ ենք, բայց Աստծո զավակներին Տերը դրել էր սրտում աղոթք են արել եւ այսօր ձեր առաջ կայնած եմ Փառք Տիրոջը ու կարծես ամենը երազ լիներ, խաչա երկու օր ես տանջվել եմ կոնկրետնի։ Լավ, Ռուբեն ախպերս աղոթքի մեջ մի հատ բան ասեց, ասում որ մեր հարցերի պատասխանը, մեր մխիթարությունը եւ այլն, կարծես թե գիտեր թե ինչի մասին եմ խոսելու եմ հարցերի մասին։ Ասեմ, որ մարդը իր ողջ կյանքի ընթացքում ունի բազում եւ անհամար հարցեր։ Եվ կյանքի ընթացքում այդ հարցերից մի մաս իրանց պատասխանը գտնում են, բայց մի մաս տենց էլ չեն գտնում։ Հատկապես երբ որ առաջանում են հարցեր, որոնք վերաբերվում են արարչագործությանը, ու շատ լսի, փորձի հասկանաս ինչ եմ ասում։ Երբ որ բանը վերաբերում է մարդու ապրելուն, կյանքին, ստեղծմանը, արարվելուն, մարդու մահվանը եւ ինչ չէ նաեւ հարությանը։ Շատ նմանատիպ հարցեր անպատասխան են մարդու մոտ մնում։ Մի թեմա, որտեղ արկա է Աստծո գործոնը, որտեղ մարդը Աստծուն չի տենում եւ չի էլ կարող։ Եվ դա համար շատ հարցեր մնում են չպատասխանված։ Եվ այսպես ուզում եմ կարդամ Մարկոս ավետարան 11-րդ գլխի 27-ից 33 խոսքերը։ Եվ դարձյալ Երուսաղեմ եկան, եւ նա տաճարումը ման գալիս, քահանապետները եւ դպիրները եւ ծերերը նրա մոտ եկան։ Եվ ասեցին նրան. Ինչ իշխանությունով ես անում այդ բաները եւ ով տվավ քեզ այդ իշխանությունը, որ այդ բաներն անես։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրանց. Ես էլ ձեզանից մեկ բան հարցնեմ ու ինձ պատասխան տվեք, եւ ես էլ կասեմ ձեզ թե ինչ իշխանությունով եմ այս բաները անում։ Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր, թե մարդկանցից։ Պատասխան տվեք ինձ։ Եվ իրար հետ միտք էին անում եւ ասում. եթե ասենք երկնքից, կասի ապա ինչու չհավատացիք նրան, այլ թե ասենք մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ ամենք ընդունում են Հովհաննեսին, թե իրավի մարգարե էր։ Եվ պատասխանեցի եւ ասեցի Հիսուսին. չգիտենք։ Հիսուսն էլ նրանց պատասխանեց եւ ասեց. ես էլ չեմ ասել ձեզ, թե ինչ իշխանությունով եմ այս բաները անում։ Մարդկանց մոտ հարց էր առաջացել։ Գիտես, հարցերը բաժանվում են երկու տեսակի։ Երբեմն մարդ հարց է տալիս ակնկալելով պատասխան, երբեմն մարդ հարց է տալիս, որպեսզի լսի այն պատասխանը, որը ինքը ուզում է։ Սրանք իրարից շատ տարբերվում են։ Ով հասկացավ ինչ եմ ասում։ Քահանապետները, դպիրները եւ ծերերը ամեն բան ժժտեն են խառնել են իրար։ Մի կողմից չէր կարա մեկը նման հրաշքներ անել եւ սենց իշխանությունով խոսալ, եթե Աստված նրա հետ չէր։ Մյուս կողմից շաբաթը չէր պահում, իրանձը Աստծուն հավասար էր անում մարդկանց մեղքերին թողություն տալով, իրան իրավունք էր վերապահել եւ հետն Նազարեթից էր։ Երկու իրար կողմ բան դնում են եւ հակադրվում էր կարծես թե չէր ստացվում եւ հարց էր առաջանում. ով է սա։ Էլ եմ ասում, չի կարա մեկը նման հրաշքներ անի, մեռելին հարություն տա, կուրին տեսնել տա, բորոտներ, դիվահարներ, չի կարա։ Ասում այնպիսի իշխանությունով էր խոսում, որ մեկը սենց չէր խոսացել երբեք։ Չի կարա մեկը սենց բան անի, եթե Աստված նրա հետ չի։ Բա շաբաթը։ Բա ոնց թե գնա քո մեղքերը քեզ ներված են։ Դու քեզ ոնց թե Աստծո տեղն ես դրել։ Մարդկանց մեջ հարցեր էր առաջանում, պլպլթում էր սենց։ Ուզում էին հասկանան, թե ով է սա վերջ ով է Հիսուսը։ Գիտես, այս մարդկանց միգուցե այնքան էլ հետաքրքիր չէր իրանց հարցի պատասխանը, քան որ ուզում էին Հիսուսին բռնեին հարցով, որպեսզի նա չկարողանար պատասխանել։ Հենց ամբողջ խնդիրն էլ սանում է կայանում, որ մարդիկ ունենալով հարցեր, իրականից հարցեր ունեն, եւ իրենց ոչ թե բավարար պատասխան էր հետաքրքրում, այլ ոնց անեն, որ Հիսուսին բռնեն։ Իդեպ ասեմ, բոլոր նրանք, ովքեր եկել են Հիսուսի մոտ երբևիցե պատասխան ստանալու իրենց հարցին ակնկալիքով, վերադարձել են ավելի քան բավարարված։ Չի եղել տես մարդ, որ գա Հիսուսի մոտ եւ պատասխան չգտած գնա իր ատունը, եթե ինքը պատասխանն է սпасել Հիսուսից։
Եվ այս դեպքում էլ Հիսուսի պատասխանը ճուշացավ։ Նա պատասխանեց նրանց պատասխան հարցով։ Այսինքն ուզում եմ ասեմ, եթե ուշադիր լինեին Հիսուսի տված հարցը իրանց, որի մեջ պատասխան կար ամբողջովին, նրանք կհասկանային իրանց հարցի պատասխանը։ Հասկացաք ինչ եմ ասում։ Եթե ուշադիր լինեին Հիսուսի պատասխան հարցով, որը որ պատասխան կար ամբողջովին, ինչ էր Հիսուսը ասում, իրանք շատ հարցերի պատասխանը կստանային։ Աստված քուրիս եղբայրս, մեզ էլ հարցեր ունի։ Գիտեք, մենք հարցեր ունենք ասում, բայց Աստված այսօր մեզի հարց ունի, ասում եմ մի րոպե։ Ես էլ մի 2-3 հատ հարց ունեմ քեզի։ Եվ սպասում եմ այդ պատասխանը։ Ես ուզում եմ այսօր մի քանի հարցի պատասխանենք Աստծո։ Ամեն մարդու պատասխանը իր մեջ, բայց լինի շատ անկեղծ միևնույն ժամանակ։ Եվ եթե մենք անկեղծ լինենք Աստծո հարցերի մեջ պատասխանելու, հավաստիացնում եմ, քո շատ հարցերի պատասխանը կստանաս։ Եթե անկեղծ լինես պատասխանելու այն հարցին, որը Տերը հասցեագրում է քեզ։ 28 խոսքից։ Եվ ասեցին նրան, ինչ իշխանությունով ես անում այդ բաները։ Եվ ով տվավ քեզ այդ իշխանությունը, որ այդ բաներն անես։ Հիսուսն պատասխանեց եւ ասեց նրանց. Ես էլ ձեզանից մեկ բան հարցնեմ ու ինձ պատասխան տվեք։ Եվ ես էլ կասեմ ձեզ, թե ինչ իշխանությունով եմ անում այս բաները։ Հովհաննեսի մկրտությունը երկնքիցն էր, թե մարդկանցից պատասխան տվեք ինձ։ Ինչ կապ ուներ Հովհաննեսի մկրտությունը Հիսուսի իշխանությամբ գործելու հետ։ Նայում ես, որովհետեւ ոչ մի կապ չունի։ Դե ինչ կապ ունի Հովհաննեսի մկրտությունով ինձ հետ։ Քեզ հարցնում են, դու ինչ իշխանությունով ես անում։ Ասա, էս կամ էս։ Չէ, պետք է ասել Հովհաննեսի մկրտությունը որտեղից է, երկնքից թե մարդկանցից։ Բայց երբ որ գնացին մտածեցին, թե ինչ պատասխանեն, հասկացան իրանց հարցի պատասխանը։ Այլ հարցը դա իրան ձեր էր տալիս թե չէ։ Որովհետև Հովհաննեսը այն մարդներ են մարգարեն էր, որ Հիսուսին մկրտեց ջրով։ Հովհաննեսն այն անձնավորություն էր, որ տեսավ եւ Սուրբ Հոգին աղավնու կերպով իջնում էր Հիսուսի վրա։ Հովհաննեսը, որ լսեց ձայն եկեղեցից, որ ասավ դրան հետևեցեք։ Դա իմ սիրելի որդի եւ վերջապես Հովհաննեսը, որ տեսավ հերվից եւ բացականչեց եւ ասեց. ահա Աստծո գառը։ Ահա Հովհաննեսի մկրտությունը Աստծուց է թե մարդկանցից։ Չէ որ նա վկայում է, որ ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը։ Սա բավական չէր իրանց։ Մի հատ պետք է հարցնեն, ասեն Հովհաննես, կարողա վсё-таки դու ես Մեսիան, Քրիստոսը։ Ասա ոչ, Քավլիցի։ Նա որ գալու է, եսակոշները կապելու արցակ։ Այս ամենը Հովհաննեսը վկայություն է տալիս Հիսուսի մասին, եւ Հիսուսը մի հատ հարց տվեց շատ པարզ։ Կարող եք դուք իս պատասխանել Հովհաննեսի մկրտությունը մարդուց էր այդ ամենը թե Աստծուց։ Իրաց պատասխանը ստացան։ Եթե ասենք Աստծուց, կասի, բան չի չհավատացիք։ Խեք ինձ հարցում թե ինձ իշխանությունով եմ անում։ Իսկ եթե ասենք Աստծուց չի, մարդկանցից վախենում են, որովհետև ժողովուրդը բոլորը ընդունում են, որ ինքը Աստծուց էր։ Իրանցից շատերն էլ էին ընդունում։ Մանավանդ գնացել են մկրտվելու եւ Հովհաննես հանդիմանեց ով ձեզ ցույց փախնելու գալիք բարկությունից։ Կատարյալ սուտ էր եւ իրաց քարկոծենք սպանեն, բայց ինչ ասենք, որոշեցին մի ուրիշ սուտ։ Չգիտենք։ Ախը չտարենք ան բանա փոխում, բայց գիտեին, պրոստը պատասխանեցին, չգիտենք։ Սա մենք շատ անգամ նստած մեր տեղերում սենց ենք պատասխանում ժողովուրդ ջան։ Երբ որ քարոզի մեջ Սուրբ Հոգին հարց է տալիս քեզ պերամո, շատ անգամ մենք այդ չնվերջում ավելացնում ենք, որպեսզի դուրս գանք պլստանք այդ արանքից։ Հիմա կհասկանաք ինչի մասին է խոսում։ Բայց նկատեք, որ Տերը չասավ. ես էլ չգիտեմ, ոնց ու մենք ամ, չէ, նա գիտեր։ Ասավ ես էլ ձեզ չեմ ասի։ Դե դուք արդեն ստացել եք ձեր պատասխանը։ Այսօր շատ բան չի փոխվել։ Իմացած եղել քույրս եղբայրս, որ Տերը այստեղ գտնվող ամեն մեկի բոլոր հարցերը գիտի։ Ամեն մի հարցի պատասխանը Տերը գիտի։ Ավակ չգիտի, աղաջարան կարող չգիտի, մեկ դու ինքդ կարող չիմանաս, բայց քո ամեն մի հարցի պատասխանը Տերը գիտի։ Նույնիսկ այն հարցերը, որ քո ամենամոտ ընկերոջ հետ չես կիսվել եւ կողակցից էլ չես թաքուր ես պահել, ամեն մի հարցի պատասխանը Տերը գիտի։ Բայց Աստված ունի իր պատասխանելու տարբերակները։
Տենց է, Աստված ինքը գիտի ոնց պատասխանի, որ հասանալի լինի։ Եվ դրանցից մեկը պատասխան հարց տալն է։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ երբ որ Սուրբ Գիրք ես կարդում, եթե կարդում ես քո համար, ոչ թե ուրիշի համար, դու շատ որոշ հարցերի պատասխան կստանաս։ Կամ էլ որոշ հարցեր չեն առաջանա ուղղակի քո մոտ, որ պիտի առաջանային, եթե դու գիրքը չկարդայիր։ Նմանապես, փորձեմ նորից ասեմ, եթե գիրք ես կարդում, Աստծո, բաներ ես հասկանում, որ եթե չկարդայիր քո մեջ հարցեր էր գալու։ Այդ հարցերը ուղղակի չեն գալի, որովհետև դու գիրք ես կարդում, հասկանում ես, Տերը խոսում է քո հետ։ Նմանապես, քարոզի ժամանակ Աստծո օքի խոսում է մեր հետ։ Մենք կարող ենք դրա մեջ տեսնել հարցը եւ հասկանալ պատասխանները մեր կյանքում, կարող ենք չլսել։ Եթե հարմար չէ, այս մարդկանց հարմար չէր։ Իրանց, ասենք ասեմ, վրով չէր։ Իրանց չէր բավարարում այն պատասխանը, որ պիտի տային իրանք Հիսուսին։ Եվ շրջանցեցին դեմը դնելով մի հատ չտարը։ Ես էլ ունեմ շատ հարցեր, որոնք մինչև այսօր չեն պատասխանվել։ Միգուցե երկնքում, բայց նաև ունեմ շատ պատասխանված հարցեր։ Ու գիտես երբ եմ ստացել, երբ որ ինձ բռնցրել եմ Աստծո խոսքի մեջ եւ խոնարհվել եմ եւ իմ պատասխանը ստացել եմ։ Եթե դու հարցեր ունես, խնդրում եմ շատ ու շատ եղիր, ինչ է խոսում Սուրբ Հոգին քո սրտի հետ։ Քարոզների միջոցով, պաշտամունքների ժամանակ տնեն խմբակի, հաղորդակցության ժամանակ, երբ որ հոգևոր հաղորդակցություն է, աղոթքի ժամանակ, քո աստվածպաշտության ժամանակ, ուղղակի ու շատ եղիր։ Տերը քո հարցերի մեկ-մեկ պատասխանում է։ Մեկ-մեկ ուզում է, որպեսզի մենք պատասխանենք դրանց։ Իդեպ այն հարցերն է մեզի տալի Աստված, որոնց պատասխանը մենք գիտենք։ Տենց հարցեր չի տալիս։ Պրոստը այլ հարց է, ես ուզում եմ պատասխանեմ այդ հարցին, թե ոչ։ Ուրեմն, շատ անգամ մենք քարոզների ժամանակ լսում ենք հարցադրումներ, որոնց պատասխանելու բոլորովին էլ չենք շտապում։ Գիտես, կարող է ինքը հարցի տեսքով չհնչի, բայց դու դրա մեջ հարց տենաս։ Օրինակ, մի հատ օրինակ ասեմ, նոր սես մտքիս եկավ, ասենք քարոզը խոսում է Աբրահամի եւ Սարայի մասին։ Հարց չի տալիս ընդհանրապես լսողներին։ Բայց ես միշտ ինձ հարց եմ տալիս։ Ես դրա մեջ կամ, այն որ Աբրահամը վարվեց, ես դες կանեի, թե չէ։ Ես ոնց կանեի։ Եվ Տերը գործում է, սկսում է քո հետ խոսալ։ Այսինքն, այն որ խոսվում է, քեզ հեռու մի պահի Աստծո խոսքից։ Փորձին մտնես մեջը։ Դες ամեն բան կարքին է քո մոտ, եթե կարքին հալելույա ամեն։ Եթե չէ, ուրեմն պատասխանիր, ասա քո մեջ, որ Տեր ես քո կարիք ունեմ, ես այս հարցում կաղում եմ։ Բայց եթե ասես չէ, չգիտեմ, չհասկացա, տենց չես հասկանալու։ Շատ անգամ շրջանցելով այս պատասխաններին, մենք մեջ ենք բերում չարթարացված պատասխաններ, ինչպիսին են չեմ հասցնում, չգիտեմ, չեմ կարող, ժամանակը չի, չունեմ, չկա եւ այլն, ինչ ուզում ես ասած դե մի հատ չդիր։ Եվ այդ հարցերը տենց է մնում են մեր մեջ հարցեր որպես չբավարարված պատասխաններով, բայց Տերը նպատակով էր հնչեցրել, որ դու այդ հարցին պատասխաներ քո համար։ Հələ մատ ուղիղ նստի են, որ ասում, ծուր նստի ուղիղ խոսա, ճիշտ դու քո համար այդ հարցին ուղիղ պատասխան տու։ Կտնաս, որ քո շատ հարցերի պատասխանը կստանաս։ Բայց եթե շրջանցեցիր, էլ այդ հարցը գալու ես ասես, բայց հարցս, անիշ 3 պաշտամունք առաջ այդ հարցի պատասխանը հնչել է, ուղղակի ակաշներս փակել եմ։ Եվ գիտեք, նման իրավիճակում է, որ ոչ մի հստակ որոշում կա պատասխան չենք տալիս, երբ հարցերը հնչում են, եւ արդյունքում զարմանում ենք, որ Տերն էլ լռում է մեր հարցերին չի պատասխանում։ Այնինչ մեր շատ հարցերի պատասխանները թաքնված են հենց մեր այն պատասխանների մեջ, որը հասցեագրված է եղել ինձ։ Նորից մեր շատ հարցերի պատասխանը թաքնված է այնտեղ, որտեղ Աստծո Սուրբ Հոգին մեզ հարցատվել այդ պատասխանների մեջ։ Օրինակ ասեմ, իմ կյանքից ուզում եմ մի հատ օրինակ ասեմ։ Կյանքի հորձանիտում եկա հանդիպեցի մի տեղ դուրս եկա մի խաշմերուկ, որ չգիտեի աշ գնամ թե ձախ։ Մի անգամ վայթե ասել եմ ստեղից։ Եվ հարց տվեցի Տիրոջը, Տեր, ստից ենքում չգիտեմ, աշ գնամ թե ձախ, ինչ անեմ։ Ու երկինքը լուր էր, պատասխան չկար։ Բայց ընեցա պետք է որոշում կայացնեմ ու գնամ, ժամանակը չի կանգնում։ Պուլտ չի, որ ես պաուզան սխմես, մի հատ գնաց գազ, որոշես տնած երբ հատերը պատասխանում նոր։ Ժամանակը գնում է, ոտը թանում ես, դու արդեն պիտի դնես։ Տեր, աչ գնամ, թե ձախ, ախր չգիտեմ, չեմ ուզում սխալվել։ Բայց գիտեմ, որ լիքը մինաներ կա, կյանքի մինաներ ճանապարհին դրված, որ ամենաառաջի սխալվելուց մի անգամից ներողություն գմփոնս հնելու է, հոգևոր առումով։
Ես դա հասկանում եմ։ Եվ չեմ ուզում առաջ Տիրոջ պատասխանի Միքայել անել։ Բայց երկինքը լուր էր։ Դե մտածեցի տեն ասում է Հովանու ավետարանում ասում եմ անով չխնդրեցիք, խնդրեցեք եւ կտրվի, ես հավատում եմ Հիսուսին, իր հարությանը ու գիտեմ, որ վերջի վարքյանին Տերը խոսալու է, թե միջև ինչ խոսացել։ Սպասումով ոտս իշնում արդեն, աշտեձախ, տեջան աշտեձախ, պետք է որոշում կասեմ, կյանքի լուրջ հարց է, դու առօրյայի մեջ, դա իմ հոգեվորության հետ կապված էր անմիջական։ Եվ գիտեք ինչ, Տերը չխոսաց։ Եվ ոտս դնելու հենց առաջին մենան գմփոցս մեկ եղավ։ 15 տարի ես կորցրեցի։ Եվ 15 տարի ես հարց եմ տվել, Տեր, խի չես պատասխանել դու ինձ, անգամ բողոքվել եմ, ասի դու ուզում ես որ տենց լիներ, չէ՞ դա համար չպատասխանեցիր։ Ասում ես հարցրեք, ես հարցնում եմ։ Պատասխանը խի չեղավ։ Ուզում ես որ էթայի հասենց։ Ասես բողոքներ են հնչել, բայց գիտեմ հո Տերը արդար է։ Ախնդիրի ուրիշ տեղ է, չեմ կարող հասկանալ որտեղ։ Հարցրել եմ։ Պատասխան չկար, երկինքից չկար։ Ով է մեղավոր։ Իհարկե ոչ ավակը։ Եվ ոչ էլ Տերը, բա ով։ Ես ինչ պետք է անեի, որ չեմ արել, ժողովուրդ ջան, լասի տենամ։ Էլ ո՞ս պետք է աղոթեի, ծոմով աղոթել եմ, ծոմերով, խնդրել եմ ասեմ հոգս ունեմ ծածուկ, աղոթել են, էլ չգիտեմ, ականջս տվել եմ, գիշերները անքուն գիշերները եմ անցկացրել, Տեր պատասխան տուր, խնդրում եմ, էլ հնար չունեմ, շունչս կտրվում է, ու չկա պատասխան։ Լավ, սա մի օրինակ, երկրորդ օրինակի մասին եմ ուզում խոսամ։ Հիսուսին եկան ժողովուրդ հարցեցին, ասին, իսկ կայսրին հարկ տանք, թե չէ։ Մարդկանց մոտ հարց էր առաջացել, իրոք հարց կար, այդ որ եկան իրան ասելու, իրան փորձելու համար են ասում, բայց իր կողքից լսողները, ժողովուրդը ռամիկ, ասին ճիշտ ասում, իրանց մեջ այդ հարց կար, որովհետև իրանք Հիսուսի մեջ տենում են թագավորի, փրկչի, որ եկել է ազատագրի հռոմեացիների լծի տակից, հա դրանք Հիսուսը ինչ ասելու, մեր թագավորը, մեր փրկիչը, մեր ազատիչը, կայսրին հարկ տանք, թե չէ, սպասում են պատասխանի, բայց նրանք նպատակով են հարցել, որ չսպասեն պատասխանը, այլ բռնվի Հիսուսը։ Եվ Հիսուսը նմանապես ասավ, մի հատ մետաղադրամ ցույց տվեք, ում գիրն ու պատկերն աստեղ, ասեցին կայսրին։ Եվ ասեց կայսրին տվեք, բայց չմոռանաք, հա, Աստծուն էլ Աստծուն տվեք։ Այսինքն ուզում եմ ասեմ, կան հարցեր, որ այսօր պատասխան է սպասում, բայց կան հարցեր, որ սկի պատասխանել չի սպասվում։ Ուզում եմ ասել, որ եթե մեկը անկեղծ գտնվի ինք իր առաջ եւ ամեն անգամ քարոզներին ուշադրություն դարձնի իր կամանատական ընթերցանությունների ժամանակ ուշադրություն դարձնի այն հարցերը, որ հնչում են իր կյանքի մեջ իր համար եւ ինքը անկեղծ պատասխանի դրանց, հավատացնում եմ ձեզ եւ հետեւի, թե որքանով են դրանք բավարարում արարչի սպասելիքներին եւ պահանջներին։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Անկեղծ պատասխանես հնչած հարցերի, որ Սուրբ Հոգին քո կյանքում բերում է, անկեղծ պատասխանես, ու քո պատասխանին լսես, հետևես, ինչքանով է քո պատասխանը բավարարում արարչի սպասումներին եւ պահանջներին։ Այ եթե չի բավարարում, ուրեմն հարցի դիպած պատասխան ստանում ես երկուս, կոպիտ ասած, պետք է մտածես։ Դա շատ կարևոր է անկեղծ լինես եւ քո պատասխանին մատ նայես Աստծո աչքերով։ Այդ ժամանակ քո շատ հարցերի պատասխանը կստանաս։ Քանի որ իմ օրինակը կիսատ, մնաց ուզում եմ շարունակել օրինակս 15 տարի հետո, երբ որ Աստված ինձ կանչեց, գերբնական կերպով ինձ կանչեց, բայց ես ու հարց չէի մոռացել։ Տերը կանչեց գերբնական կերպով, ասավ 15 տարի քեզ եմ սպասել։ Մեքենայիս մեջ էի, Մայակի ճանապարհին, ովքեր եկել են մետրոյին վերև են ասֆալտին կանգնեցի, sense Տիրոջ ներկայություն եկավ, ասում եմ 15 տարի ես ամեն օր քեզ սպասում եմ։ Աստեր, բա որ սպասում ես, ինձ սիրում ես, խի իմ հարցին չպատասխանեցիր, էլի։ Ախր դրանց է կախված իմ հետագա բոլոր հոգևոր ընթացքից, թույլ տվեք ստե չասեմ ինչի մասին էր։ Իմ հոգուս մեջ է ստացել այդ պատասխանը, որ ինչպեսին էլ պատասխանը լիներ, այդ պատասխանը լինելու էր սխալ։ Ասեի աշ գնաս սխալ, ձախ գնաս սխալ։ Եվ խնդիրը նրանում էր, որ այդ խաշմերուկից 2-3 խաշմերուկ առաջ ես արդեն շեղվել էի։ Պրոստ մի փոքր։ Հասկացի, եթե 3 խաշմերուկ առաջ դու ձախ գնալ փոխարեն աշ գնաս, ու դες մի ահագին ուրիշ տեղ, գալու ես մի տեղ կանես, որ ասես տեր աշ գնամ թե ձախ։ Ոչ ընդ ոչ էլ ընդ։ Պիտի հետ գնաս։ Այնտեղ, որտեղից շեղվել ես։
Ես չեմ ասել Տեր ինչ անեմ, ասեմ աջ գնամ թե ձախ։ Եվ Տերը լուր էր։ Հասկացա, բա ինչ ասի, լավ, ինչ ասի, որ չասեմ Տեր խափեցին, ջի քաշեցին ինձ։ Չկա պատասխան։ Երկու պատասխանն սենց էլ ա լինում։ Սա էլ Աստծո պատասխանը, ժողովուրդ ջան։ Ես հասկացա, որ պետք է ամեն ժամանակ, գիտեք, Դավիթը մի հետաքրքիր անձնավորություն էր։ Հարցում էր, ասում էր, Տեր, գնամ կռիվ, կտաս իմ ձեռքից թշնամուն, թե չգնամ։ Այ Դավիթ, գիտեք, Տերը քո հետ է, ինչ մի հարցնելու բան է։ Ասելա գնա ջարդի փշի, չի ամեն գնալուց առաջ Տերոջ հարցեր անում։ Տեր գնամ, գանձես թշնամ, Տեր ոնց գնամ, օրվա որ ժամին գնամ, որ կողմից գնամ, թթենների կողմից են որ սուլում են, թե ոնց անեմ, ինչ ամեն բան հարցնում էր Տերոջը։ Եվ ամենտեղ հաջողվում էր Դավիթը։ Բայց շատ անգամ մենք մեր իմացած ճանապարհները մեր մտքի, որ գիտենք ճիշտ է, ուղիղ գնում ենք ու կանգնում ֆակտի առաջ։ Առակաց 16:25 Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նրա վախճանը մահվան ճանապարհներ են։ Ճանապարհ կա, որ ուղիղ է, դու գիտես, որ ճիշտ է, սա է, չի կարող այլ ընտրանք լինի։ Եթե մարդ կա, որ իր մեջ ճանապարհներ կա գծած, այս մարդուն թույլ ռուսեն ասեմ այս բառը, «Не переубедишь»։ Իր մեջ արդեն ուղիղ ճանապարհներ կա։ Ոնց ուզում ես ասա, բայց այդ ճանապարհները կարող է եւ ուղիղ են։ Բայց նաև կա ճանապարհ, որ ուղիղ է թվում իրան, բայց նա վերջավորությունը մահվան ճանապարհներն են, հա։ Ուրեմն, այսքան ասածից ուզում եմ մի հատ ամփոփեմ, որ հետո գնամ առաջ, ուզում եմ հասկանալ մի բան, այսուհետ խնդրում եմ։ Ամեն պաշտամունքի ժամանակ ուշադրություն դարձրա Տերը քեզ ինչ հարց է տալիս, որտեվ այն հարցն է տալիս, որի պատասխանը դու հաստատ գիտես, եւ ակնկալում է, որ դու ուղիղ ճիշտ անկեղծ պատասխան կտաս այդ հարցին, եւ դրանով քո շատ հարցերի պատասխանը դու ինքդ կստանաս։ Սա մի տարբերակն է Աստծո մեր հարցերին պատասխանելու, ես սրա մեջ համոզվել եմ, Սուրբ Գրքով էլ օրինակը բերեցի։ Շատ բարի, մենակ պատասխանի, մի թող հետոին, մի ասա ինձ չի վերաբերում, դու պատասխանի քո մեջ, որ սա քեզ չի, բայց պատասխանի։ Լուր մի մնա, մի շրջանցի, մի ասա ժամանակ չունեմ, չգիտեմ, մի արտարացրա, ուղիղ, անկեղծ պատասխանի Սուրբ Հոգու տված հարցերին։ Խոսքը սրա պաշտամունքի մասին չի վերաբերում։ Այսուհետ ամեն պաշտամ, ես տենց եմ անում, ես խորհուրդ եմ տալիս, կարաս անես, կարաս չէ։ Բայց ես տուն է գիր կարդալուց, այդ ամեն տակ ես ինձի ֆիլտրացիա եմ անում։ Ես տենց մարդ եմ։ Ինձի հարց եմ տալիս։ Եվ հետո հասկանում եմ, որ շատ հարցեր կարող առաջանալ, բայց քանի որ կարդացի, էլ այդ հարցերը մոտ չի առաջանալու։ Իսկ որոշ հարցեր էլ իրանց ուրույն պատասխանը ստանում են, երբ որ ես անկեղծ Աստծուն պատասխանում եմ այն հարցերին, որը նպատակով ինձ տալիս է։ Մի հատ sense օրինակ ասեմ, շատ հասարակ։ Երեխուն դպրոցում սովորացնում ես, եկել է բազապատման բաժանման աղյուսակը։ Օրինակ, ասում է 10-ի բաժանած 2-ին ինչ անում, երեխան մտածում է, չարչարում, այ մարդ չի կարող։ Մի հատ կողից հուշում ես, ասում ես 10 հատ խնձոր ունես։ Քեզ եւ քուրիկին մարդ ինչքան տանք որ հավասար լինի։ 5 հատ։ Ինքը պատասխանը չէ հարցի ֆակտически, բայց քո տված հարցադրումը օգնեց իրան ճիշտ պատասխան, իր կյանքում ինքը չի մոռանա դա։ Բայց որ ասես 5, այնտեղ մեզ թվեր ասի դու պատասխանես ինքը չի սովորելու։ Բայց երբեմն որ դու ես հարցով իրան օգնում, որ ինքը մտածի եւ գտնի պատասխանը, այդ պատասխանը իր համար ավելի քան բավարար է։ Հիմա այս ամենի կողքին 3 հատ հարց եմ դուրս գրել, 3 հատ հարց, որ Աստված տալիս է այս մարդուն։ Ես ասում եմ մենակ այսօրվա համար, չէ, 3 հարցերի չէ, առհասարակ։ Բայց իմ 3 հատ հարց եմ դուրս գրել, որ կուզեի, որ մենք պատասխանենք այդ հարցերին, ժամանակը շատ արագ գնում է։ Առաջի երկուսի մասին շատ եք լսել, բայց ոչինչ, արագ անցնենք։ Ես մի ուրիշ տեսանկյունից, ես ինքս եմ դրա մասին քարոզել, առաջի երկուսի մասին եւ երևի թե ամեն մի քարոզիչ դրան անդրադարձել է իր կյանքի մեջ գոնե մի անգամ, դա Ծննդոց 3-րդ գլուխ 6-ից 10-րդ խոսքն է։ Երբ որ Եվայի եւ Ադամի հետ կապված, եւ կինը տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար, եւ թե հաճելի էր աչքերին, եւ փափագելի է ծառը նայելու համար, առավ նրա պտղիցը եւ կերավ, եւ իր հետ իր մարդին էլ տվավ եւ նա կերավ։ Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցան եւ գիտացին, թե մերկ են։ Եվ թզենու տերևներ կարեցին եւ իրանց համար ծածկոցներ շինեցին, եւ Եհովա Աստծո ձայնը լսեցին, որ օրվա հով ժամանակի պարտեզումը մանր գալիս, եւ Ադամը եւ իր կինը թակ կացի Եհովա Աստծո երեսից պարտեզի ծառերի մեջ, եւ Եհովա Աստվածը կանչեց Ադամին եւ ասեց նրան. Կարդում եք, հա, Սաղաթ, ուր ես? Եվ նա ասեց. քո ձայնը լսեցի պարտեզումը եւ վախեցի, որտեւ ես մերկ էի եւ թակ կացի։ Ադամ,
ուր ես։ Գիտես, Աստված ես մի անգամ Ադամին ասեց ուր ես։ Եվ հետո վտարեց, գիտենք Եդեմական պարտեզից, իր քրտինքով պիտի վաստակեր իր կերակուրը, մի խոսքով։ Ես համոզված եմ, Ադամը, երբ որ Եդեմական պարտեզից վտարվել էր, ամեն օր լսում էր այս ձայնը, Ադամ ուր ես։ Այս ինչ արի ես։ Ու այդ Ադամ ուր ես։ Որտեվ մինչև այդ ինքը հանդիպում էր Աստծո հետ հովժամին եւ զրուցում էին, չգիտեմ, վայելում էր Աստծո ներկայությունը եւ այն պահից երբ Աստված ասեց Ադամ ուր ես, որտեվ ինքը արդեն կորցրել էր։ Կարծում եմ թե Ադամ ամեն օր հիշում էր այդ պահը։ Այս ուրեսը մենք կարանք ասենք դե մի անգամ պատասխանել եմ եւ վերջ, բայց ուզում եմ այսօր մենք այդ հարցին պատասխանենք, էլի ժողովուրդ ջան։ Արդյոք ես իմ տեղում եմ։ Որտեվ Աստված տեղ է սահմանել մարդու համար, դիրք է սահմանել, որդիական եւ որդի եւ դուստր լինելու է դիրքն ա տվել Աստված։ Եվ ասում է ուր ես, արդյոք քո դիրքի մեջ ես։ Գիտես, լինել այդ դիրքի մեջ որպես Աստծո որդի եւ Աստծո դուստր, սա մի վերին բան է։ Սա մի շնորհ է, մի ձերի բան է։ Սա մարդը կորցրել էր այս դիրքը։ Կորցրել էր, բայց այս դիրքը վերականգնելու համար պահանջում էր ոչ պակաս Աստծո որդու միածին որդու արյունը, որպեսզի վերականգնվի այս դիրքի մեջ։ Եվ այսօր եթե մարդիկ այդքանից հետո դեռ էլ դիրքի մեջ չկան, որպես որդի եւ դուստր, այդ ձայնը տակավին հնչում է ուր ես։ Դեր երկար պիտի սպասի Տերը։ Բայց գիտես, մի բանա, երբ որ քո դիրքը գտել ես, Աստծո ողորմությամբ քո դիրքում ես, մի բանա որ քո տեղը գտնես։ Քո տեղը եկեղեցում եւ դրսում։ Այսինքն այն մարդը որ իր դիրքը գտել այն, որ Տեր Աստված սահմանել է քեզ այդ դիրքը, կոչումը որդիական, շատ կարևոր է նաեւ որ քո տեղը գտնես եկեղեցում եւ դրսում։ Եկեղեցում քո ծառայության մեջ, չգիտեմ, որտեղ է քո տեղը, ուր ես։ Շատերից ասեմ միգուցե Տերը սպասում է մի ծառայողի մի դիրքի եւ չկա եւ ասում է Ադամ, ուր ես։ Լավ, դու պիտի ստեղ լիներ, այս ծառայության լիներ, ուր ես, ինչքան պիտի սպասեմ։ Նույնն էլ աշխարհի մեջ պիտի մենք մեր տեղը ունենանք, ճիշտ տեղը։ Օրինակ, եթե ընտանիքի մեջ կին իր տեղում չի, հա, հավատացել է գալիս եկեղեցի գնում է, Աստծո դուստր է, բայց եթե ընտանիքի մեջ իր տեղում չի, շատ խնդիրներ կառաջանան։ Եթե ամուսին իր տեղում չի ընտանիքի մեջ, իր աշխատանքի վայրում տղամարդ իր տեղը չի, չգիտեմ, իր բարեկամների հարազատի շրջապատի մեջ, մենք պիտի մեր տեղը ճանաչենք, ժողովուրդ ջան։ Եվ եկեղեցում իմանաս քո տեղը եւ դրսում։ Եվ Տերը ասում է ուր ես։ Քո տեղը սահմանված տեղ կա, Տերը այնտեղ սպասում է մեզի։ Եվ չլինի թե Հիսուս Քրիստոսը իմ կամ քո փոխարեն զուր տեղը լինի մահացած։ Պատկերացրու արքայադուստրը կամ արքայազնը, այդ պրինցեսանով որ չիմանում, այրեն, շփվում են ինչ որ մարդկանց հետ, ավազակների հետ, ռազմոնիկների հետ, որ գիշեր ու ցերեկ մտածում են, ոնց հարցակվեն սրա վրա, նրա վրա, սան սպանեն, նրան թալանեն։ Այդ թագավորի որդու Տիտղոսը Տերը տվել է քեզ։ Հա, քեզ։ Ասում եմ որտեղ ես։ Այդ ուր ես հասել։ Մեր անելիքը սա է, որ մենք գործենք մեր այն թագավորության համար, որի որդին ենք, մենք այսօր կոչում։ Քո տեղը, այդ Տիտղոսը Տերը տվել է մեզ։ Ում հետ ես ընկերություն անում։ Ով է այսօր ընկերդ։ Ինչ ես դու անում։ Չէ՞ որ այսօր քո անելիքը մարդկանց հետ է շփվում, որոնք այսօր իրանց գործերով եւ խոսքերով անարգանք են բերում Աստծուն եւ Աստծո զավակներին։ Որտեղ ես։ Ուր ես հասել այդ։ Եվ դրանց պատիժը չի ուշանալու, ասեմ։ Միայն թե Տեր ասում է դուրս եք դրանց մեջից, երբ որ Սուրբ Գիրք ու շարժի կարդում ենք։ Դուրս եք եւ ինչպես որ հարկն է պահանջում, ինչպես որ պատիվն է պահանջում արիստոկրատ մարդու, հա, ասած ասեմ, Աստծո որդու, Աստծո դուստր լինելու այդ դիրքի մեջ մնա, այդ տեղդ գտիր։ Աստված ուզում է քեզ տեսնել իր ընտանիքի մեջ։ Եվ շատ անգամ դրա համար այդ հարց տալիս ասում է ուր ես։ Իր ընտանիքի մեջ ասում տնային զուգես։ Եթե մեկ Աստծո ընտանիքում չի, ուշադիր եւ հոգնել չի, որ Աստծո ընտանիքում լինի, կամ մեկը եւ առասարակ չի էլ ուզում, ասեմ այդ մարդի, որ բացավ, ինքը հավիտենության մեջ Աստծո ընտանիքի հետ չի լինելու։ Ինչքան էլ քահանաներն ու հարազատները իր ամանանից հետո աղոթեն եւ մոմեր վառեն։ Եթե հիմա ինքը չի ուզում Աստծո ընտանիքի մեջ լինել, իր հոգը չի, հավիտենության մեջ
հաստատ չի լինելու, որտեղ Աստծոն ասում է, այսօր է ընդունելու ժամանակը, այսօր է փրկության օրը։ Մարդ կարա լինի աշխարհում, բայց լինի եկեղեցու մեջ։ Մարդը կարա լինի եկեղեցում, բայց լինի աշխարհի մեջ։ Որտեղ է քո տեղը։ Որտեղ ես դեն հարցնում է։ Մենք բոլորս աշխարհի մեջ ապրում ենք։ Բայց ելի եմ ասում, կարա մարդ լինի աշխարհի մեջ, բայց եկեղեցում, կարա լինի եկեղեցում, բայց աշխարհի մեջ լինի։ Ուր ես, Ադամ։ Տերը հարցնում է։ Հարց երկրորդ, Ծննդոց 4 գլուխ 6-րդ խոսք, այնուհետև 8-ից 9 կարդամ։ Եթե չեմ սխալվում, Ռուբեն եղբայրս ակնարկեց մի քիչ ուրիշ կողմից։ Եվ Եհովան Կայենին ասեց. ինչու ես բարկացել եւ ինչու ես երեսդ կախել։ Եվ Կայենն իր Հաբել եղբոր հետ խոսեց եւ եղավ, որ երբ որ նրանք դաշտումն էին, Կայենը վեր կացավ իր եղբայր Հաբելի վրա եւ սպանեց նրան եւ Եհովան ասեց Կայենին. Ուր է հաջորդ համար, չէ, դա ճիշտ է։ Ուր է քո եղբայր Հաբելը։ Եվ նա ասեց. չգիտեմ, ես չտեսակ։ Եվ նա ասեց. չգիտեմ, միթե ես եղբորս պահապանեմ։ Չգիտեմ, ուր է քո եղբայր Հաբելը։ Չգիտեմ։ Ժողովուրդ ջան, ժամանակ երկրի վրա շատ մարդիկ չկային, 4 հոգի են։ Ադամն էր, Եվան, Կայենը եւ Աբելը։ Ասում Աբելը որտե՞ղ, ասում չգիտեմ։ Ես հասկանում եմ մի բան, որ այսօր այդ նույն հարցը մեզ վերաբերում է, թերևս կարելի հասկանալ այն մարդը, ում հետ թերևս առնչվում ես ամեն օր։ Այդ մարդը ուր է։ Ինձ ու քեզ հարցնում է, այն որ ամեն օր առնչվում ես, կամ թե հաճախ ես շփվում իր հետ, հաճախ ես հանդիպում։ Լինի հարազատդ, կինդ, ամուսինդ, բարեկամդ, հարևանդ, չգիտեմ, աշխատանքային ընկերդ, ուր է։ Գիտես, եւս մի բան եմ հասկացել։ Կամ աշխատանքային ընկերոջդ վրա ասեմ, կամ վերջում էլ որ շատ շփվում ես, կամ այնքան քիչ ենք մտերմություն անում, որ այս մարդիկ մեր մեջ չեն տենում այդ աղն ու լույսը, որ գան Քրիստոսին, կամ այնքան շատ ենք շփվում, որ այս մարդիկ տենում են, որ այ սրա մեջ ոչ աղ կա, ոչ է մի գրամ լույս։ Քրիստոսը սկել հարություն առաջ ես մարդու կյանքում։ Չէ, դա ոչ թե շփվելուց է կախված, այլ մեզանից։ Լավ կլինի, որ եւ աղ լինենք, եւ լույս, եւ հետն շփվենք։ Քո աշխատանքի վայրը բոլորը քեզ գիտեն, որ դու հավատացյալ ես։ Փորձել ես գոնե մի անգամ Աստծո խոսքը վկայես։ Ուրա քո եղբայր Հաբելը։ Մի բան եմ ուզում ասեմ։ Մարդիկ կան թերևս, որ շատ վկայում ենք, այնց տպավորություն է թողում ոնց որ յազվալ է, կներեք ես արտահայտության համար։ Ուզում ասեմ, չէ, յազված չենք։ Պրոստը չենք կարող հարմարվենք այն մտքի հետ, որ այդ մարդը, որին այդքան շատ սիրում ենք, որ բռնել է դժոխքի ճամփեն եւ գնում է դժոխք։ Ես այդ մարդուն կուզեի մի հատ հարց տայի, ասեի ախպերս, հարազատս, ընկերս, բարեկամս, ով որ այս։ Կուզեի մի հատ հարց տայի, եթե դու տեսնեիր եւ համոզված լինեիր, որ ես բռնել եմ մահվան ճանապարհը, իսկ քանի անգամ կասեիր ետ դարձ այդ մահվան ճանապարհից։ Մի երկու անգամ կասեիր ու կասեիր դե թքածին չուզում արնի գնա գրողի ծոցը կներեք արտահայտությանս։ Այդ մարդուն եմ այդ հարց տալիս, էլի, հենց այդ բառերով իրա, շատ ներողություն։ Բայց ես այդպես չեմ կառավարվեմ, որովհետև այնքան եմ սիրում, որ ուզում եմ, որ բոլորը իմանան ու փրկվեն։ Չէ, յազված չեմ, պրոստը սիրում եմ եւ չեմ կարող հարմարվել, որ գնում եմ դժոխք։ Գիտեք, շատ անգամ մեր բարեկամ հարազատները թողնում են այս աշխարհը գնում են եւ մենք սուք ենք անում իրանց համար։ Բայց քանի կան, որ դժոխքի ճանապարհն են բռնած, կարծես թե մեր հեշտ պետք լինել չի։ Սրա մասին եմ խոսում եւ տեն ասում է ուր է քո եղբայր Հաբելը։ Գիտեք, երկու մարդու մասին եմ ուզում վկայեմ, վերջերս Արսենին էլ ասեցի, Սվետայ ճանապարհին տեսա, պրոստը հիշեցի այդ դեպքը։ Մեր Սամվելի, Սամվելի քվոր ամուսինը, Կարեն էր անունը։ Բարգասկյուում ենք, եկավ հասավ եկեղեցու հայատ, ասի Կարեն, դու խոսացել ենք մինչև այդ Աստծո խոսքը։ Ասի մտի եկեղեցի, հասել էստեղ, ասավ չէ ախպեր ուրիշ անգամ։
Ես ասի ինք ասավ, ասի դու չգիտես այդ ուրիշ անգամ շանս կլինի քեզ թե չէ։ Կլինի ասավ, ու գնաց ու գնալներ որ գնաց։ Բուկվալի մեկ օր հետո առավոտյան զանգ ստացա որ մահացել է ավտովթարից։ Մի ուրիշ դեպք ասեմ, մեքենաս տվել է ռեմոնտի ու տաքսիեր քշում են ժամանակ, մացոին կհիշեք բոլորը դերևի։ Զանգեց ասի Մացո ջան, դե տաքսի է պետք, ինքն դեռ ասի ախպեր տաքսի կանչեմ, կտանես ինձ եկեղեցի ու շանում է պաշտամունքին, բա հա, պրոբլեմ չկա։ Սիպտակ Ժիգուլի էր քշում։ Չտենս դե հա։ Ու էլի ճամփի խոսում ենք, խոսք եկանք հասանք եկեղեցի, ասի Մացո ջան, քո ոտը եկել ես ասի եկեղեցի։ Մի քիչ ժամ տու Աստծուն։ Կանքի մեջ արի մտի, ինչև է էլի խոսացել, տեղը խոսացի ճանապարհին։ Ասավ չէ ախպեր, ինձնի ջան տու։ Մի ուրիշ անգամ, երբ որ բանկանի կգամ, ասի վստահ ես որ ուրիշ անգամը կլինի։ Ասավ հա, որ պետք է գամ, որ շատ ասացիրի կանչ ինձի։ Այդ վերջի անգամն է որ ես իրան տեսա, դրանց հետո ինքը մահացավ։ Ուր այսօր եղբայրդ, ընկերդ, բարեկամդ, հարազատդ, ուր է ինքը խիք ու կողքը նստած չի։ Չէ, գիտես, իրանք որոշում ունեն կայացնել իրանց այոն ու ոչը։ Մենք չենք կարա բռնանանք, բայց մենք պիտի մեր տեղում լինենք, որ միգուցե ինքն էլ իր տեղը գտնի ստեղ։ Երրորդ հարցը, վերջի հարցը Հովանոց 20-րդ գլուխ 14-ից 15։ Իմիջալոց Աստված շատ հարցեր ունի մեզ։ Սուրբ գրքում որ կարդում ենք եւ շատ հարցեր ունի ինդիվիդուալ ամեն մեկին, որովհետեւ մենք մեր պատասխանները դրա մեջ գտնենք։ Սա այն դեպքն է, որ Հիսուսը հարություն էր առել։ Ժորժ ջան, ուզում հասկանամ մի կառը մեկ իմացած, կարող եմ ինձ ասեմ ոնց որ։ Տերը օրհնի ձեզ։ Եվ երբ որ սա ասեց, դարձավ իր հետին կողմը, Մարիամի մասին է խոսքը։ Եվ Հիսուսին տեսավ կանգնած եւ չգիտեր թե Հիսուսն է։ Հիսուսը նրան ասեց. «Կին, ինչու ես լաց լինում։ Ում ես որոնում»։ Նա էլ կարծելով թե պարտիսպան է, ասեց նրան. «Տեր, եթե դու վեր առար նրան, ասիր ինձ, ուր ես դրել նրան, որ ես վեր առնեմ նրան»։ Հիսուսի հարցը. ում ես որոնում։ Մարդ իր էության որոնող է։ Իր ամբողջ էությամբ ինքը որոնող անձնավորություն է, տենց է իր տեսակը։ Մի ամբողջ կյանք որոնում է, թե ինչ ինքն էլ շատ բան չի իմանում, ինչա որոնում։ Բայց որոնում է։ Փնտրտուքի մեջ է, թե ինչ ինքը չի հասկանում շատ բան։ Ոմանք հարստություն, ոմանք դիրք, ոմանք կայք, վլաս, չգիտեմ, այնտեղ պաշտոն, բարձր անուն, պատիվ, հարգանք փնտրում են։ Ում ենք փնտրում այսօր ես ու դու կամ ինչ ենք փնտրում այսօր ես ու դու։ Մարիամը Հիսուսին էր փնտրում։ Ասավ Տեր, իմացավ թե Հայգիպան, եթե դու ես վերցել, ասա ինձ վերցնեմ Տիրոջս։ Հիսուս այսօր հարց տալիս է, ինձ ու քեզ։ Բեր մի հատ մենք այսօր այս հարցին պատասխանենք։ Բեր այսօր մի հատ ուղիղ անկեղծ պատասխանի մենք մեր մեջ։ Ում ենք մենք այսօր փնտրում։ Ինչ հետևից ենք մենք ընկած այսօր։ Մեր առօրյայի մեջ ինչ ենք մենք ման գալիս։ Ուզում եմ ասել, եթե օրինակ մեկը փնտրում է, որ հարգանք պատիվ ձեռք բերի անուն նավակում իշես քաղաքի մեջ, բոլորը ճանաչեն իրան, ասում եմ, հետո հա, ձերք բերեցի, բոլորը քեզ ճանաչում են։ Սամարայում ոչ բոլորն են քեզ իմանում։ Հետո ինչ։ Լավ, օբլստով են քեզ ճանաչում ամբողջ։ Հələ Հայաստանում քո քաղաքում էր, սաղ քեզ գիտեն անունով։ Մի քանիսը կարող երթվեն այդ մարդու անունով։ Ասում եմ, հետո ինչ։ Հետո ինչ։ Հաստատ ամբողջ Ռուսաստանը քեզ չի ճանաչում։ Իսկ եթե մեկի բախտն էլ բերի ճակերտավոր, ամբողջ SNG-ն ճանաչի իրան, ասեմ ավելին, աշխարհը քեզ չի ճանաչելու։ Из нас не хотят։ Հետո իսկ եթե մեկի բախտը ավելի բերի, ինքը դառնա աշխարհահռչակ մեկը, որ բոլոր գրքերը սկսեն գրողները մենակ իր մասին գրել, մինչև աշխարհի վերջը, 100-200 տարի հետո չեն հիշելու քեզ։ Հաստատ։ Կամ դաժե թե հիշեն, քեզ ինչ դրանից։ Ինչ ես այսօր փնտրում։ Ոմանք այսօր ուզում են հարստություն դիզեն, ետ գցել իրանց ունեցած չունեցածը։ Ժողովուրդ ջան, լավ բան է ունեցվածք ունենալը։ Լավ բան է, շատ լավ բան է, բան չունեմ ասելու։ Բայց այդ ամենուն ունայնություն ասում գիքն ասում է, օգտագործելու համար պիտանի։ Ընդամենը եւ վերջ, եւ շատ հարմար օգտագործելու համար, բայց ոչ կյանքի նպատակ կամ կյանքի իմաստ։ Մի հատ նորից ասեմ,
ունեցվածքը դա լավ է օգտագործելու համար, պիտանի, բայց չպետք է դա լինի կյանքի իմաստ, կյանքի նպատակ։ Իմ համար կյանքի նպատակը իմաստը Հիսուսն է, ես գտել եմ իրան։ Նա ասավ, ես եմ կյանք, ես հավատացել եմ եւ համոզվել եմ, որ Հիսուսն է իմ կյանքի նպատակը։ Եվ վերջ-վերջո Հիսուսն է որ ասեց, ես գնում եմ եւ տեղ պատրաստեմ եւ նորեն կգամ։ Ես սպասում եմ Հիսուսի գալուստին։ Սպասում եմ։ Ում ես փնտրում դու այսօր։ Դե շատ պիտի փորփրես ես չար ու խավար աշխարհի մեջ սրբություն գտնելու, չես գտնելու։ Ում ես փնտրում դու այսօր։ Քո ոտքերը քեզ զուր են տանում։ Քո միտքը, քո ձեռքերը, քո խոսելը, ինչ ես ուզում, ինչ սպասելիքներ ունես այս կյանքից, այս աշխարհի մեջ, որ ասես բավական է պրծ, հասել եմ։ Ինչ ես փնտրում։ Ում ես ուզում։ Ասափը ասավ, երկնքի տակ, երկրի վրա, ուրիշ ոչ մեկին չեմ ուզում, միայն քեզ Տեր։ Լսեք, Դավիթ իր ողջ կյանքի ընթացքում փնտրտուքի մեջ էր Տիրոջ երեսը։ Նա թագավոր մարդ էր, նա այնքան բան ուներ, որ եթե ես ու դու երազենք էլ, իրար հետ միասին այդքան չենք ստանա։ Բայց նա այդ ամենը ունայն էր համայլ Տիրոջն էր փնտրում, ինչպես մի երեխա, ասես մի ամիջով Տիրոջն էր ուզում։ Այսօր ինչ ենք փնտրում ես ու դու։ Արի այսօր անկեղծ լինենք ես ու դու։ Գնաս քո տունը, խնդրում եմ, պատասխանիր ես մեկ հարցին։ Ում ես փնտրում։ Քո առօրյայի մեջ, քո կյանքիդ մեջ այսօր ինչ ես փնտրում դու։ Խնդրում եմ, վերցրու մի հատ թուղթ եւ գրիչով գրի անկեղծ, մենակ եթե ճիշտ պատասխանես արա, թե չէ։ Ես գիտեմ շատերը չեն անելու միգուցե 1-2 հոգի թե չէ, բայց ասում եմ։ Երբ որ նստես մի հատ թուղթը վերցա եւ գրի քո փնտրտուքը ինչն է, ինչն ես փնտրում, ինչն ես ուզում հասնես։ Մի հատ դեմը գրի էլի, քո ձեռով գրի, որ քո աշխարհը տենան դու այսօր, բայց անկեղծ եղի դու ինքդ քո հետ, խնդրում եմ։ Ճիշտ, այսօր ինչ ես դու փնտրում, ինչ սպասելիքներ ունես։ Որն է համար առաջի քո փնտրտուքի, ասենց ասեմ, օբյեկտը։ Ինչին ես ուզում հասած լինես։ Բայց կողքը մի հատ ուրիշ գրիչով էլի, իմ անունից գրի հաշվի ես այդտեղ եմ։ Ես գրում եմ, լուրջ ես ասում։ Եվ դա այն ամենը ինչով սատանան խաբել է քեզ, բայց հուսամ քո գրածը իմ կողք գրելու կարիքը չլինի։ Ես շատ հույս ունեմ սրա։ Եվ ուզում եմ հիշենք, որ մեր անկեղծ պատասխանները թող լինեն մեզ սթափեցնող եւ հուշող։ Եվ հիշենք, որ շատ հաճախները մեզ հարցեր տալու միջոցով ուզում է, որ մեր ոտքերը ուղենք դեպի իր ճանապարհների մեջ։ Սրա համար է Տերը մեզ հարցեր տալի։ Որ ծուր ճանապարհն ես գանք ուղիղ ճանապարհների մեջ։ Նմանատիպ կերպով խնդրում եմ, արի ես դու անկեղծ լինենք եւ ուղիղ պատասխանենք Տիրոջը մեզ տված հարցերին։ Չպատասխանենք, թե առաջի հարցը ոնց էր, որտեղ ես, ուր ես, չէ՞։ Տիտղոսը ուր է եղբայր, չպատասխանենք, թե որտեղ կուզեի լինել, կամ որտեղ կուզեի լինել եղբայրս, կամ ինչ կուզեի ես փնտրելիս լինեի, ոչ, արի պատասխանենք որտեղ ենք։ Եվ որտեղ եմ եղբայրը, եւ այսօր ինչ եմ ես փնտրում իրականից, առանց թոս փչելու ուրիշների աչքերին։ Ես որպես անհատեություն։ Խնդրում եմ ոտքի կանգնեք աղոթքով գանք Տիրոջ առաջ, մեր ժամանակն է մոտենում ավարտին։